Շնորհակալ եմ շատ։ Սիրելի գյումրեցիներ, Ախուրյան խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, Անի խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, Արդիկ խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, Աշոց խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, Ամասիա խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Եվ այսօր էլ իմ ելույթը պիտի սկսեմ Սաղմոսով։ Սաղմոս համար 55 աղոթք Աստծուն վստահելու մասին, այսուհետև ժողովրդի մասին, որ հեռացել էր սրբերից, արձանագիր Սաղմոս Դավթի, երբ այլազգիները նրան բռնել էին գեթում։ Ողորմիր ինձ Աստված, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրյա պատերազմներն ինձ նեղեցին, թշնամիներս գիշեր ցերեկ ինձ ոտնատակ արին, և շատերն իմ դեմ մարտնչեցին բարձունքից։ Օրը ցերեկով չեմ վախենա, քանզի հույսս դրել եմ Տիրոջ վրա, Աստծո խոսքով պիտի կատարեմ իմ գովաբանությունը, Աստծո վրա դրյա իմ հույսը ու չեմ սոսկալու, մարդը ինձ ինչ կարող է անել, ամեն օր խոսքերս անարգեցին, նրանց չար խորհուրդները իմ դեմ եղան, նրանք պանդուխտ կլինեն ու գաղթագողի կշրջեն, նրանք հետապնդում են ինձ, ինչպես իմ մահը ցանկացող մարդիկ, որպես ոչնչություն դու կմերժես նրանց, քո բարկությամբ հնազանդ կդարձնես ժողովուրդներին, Աստված, կյանքս քեզ կպատմեմ, արդյունքներս առջևդ կդնեմ, ինչպես դու ինձ խոստացար, թշնամիներս ետ կդառնան այն օրը, երբ օգնության կանչեմ քեզ, ահա իմացա, որ դու իմ Աստվածն ես, Աստծուն պիտի օրհնեմ իմ բերանով ու բառերովս, Տիրոջը պիտի գովեմ իմ խոսքերով, Աստծու վրա դրիմ հույսը ու վախ չունեմ, մարդը ինձ ինչ կարող է անել, ինձնից է ուխտն իմ, որ օրհնությամբ քեզ պիտի մատուցեմ Աստված, ինձ փրկեցիր մահվանից, աչքս արտասուքից և ոտքս գայթակղությունից, ողջերի երկրում ես հաճելի կերևամ Տիրոջ առջև, շնորհակալ եմ։ Սիրելի ժողովուրդ, Շիրակի մարզ մեր այցելության առաջին օրը տեղի ունեցավ շատ կարևոր մի իրադարձություն։ Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար բացվեց Ախալքալակ Կարս երկաթուղին։ Այսպիսով Հայաստանը երկաթուղային հասանելիություն ունեցավ, ստացավ դեպի Եվրամիության երկրներ, Եվրոպայի, Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներ, ինչպիսիք են Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Մեծ Բրիտանիան, հասանելիություն ստացավ Թուրքիայի և Սիրիայի Արաբական Հանրապետության շուկաներին։ Սա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև մենք այսպիսով հաղթահարեցինք Հայաստանի ապաշրջափակման առաջին փուլը։ Հիմա մենք երկաթուղային կապ ունենք դեպի արևմուտք և դեպի արևելք։ Սա առաջին
բայց ոչ ամբողջական փուլն է։ Առջևում մեզ սպասվում են մեծ իրադարձություններ։ Առջևում թրիփ նախագծի իրագործումն է, որով կվերաբացվի Մեղրիով անցնող երկաթուղին եւ թրիփ նախագիծը կսկսի գործել Հայաստանի տարածքային ամբողջականության իրավազորության սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա։ Բոլոր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին միջանցքներ տալու, միջանցքներ խոստացած լինելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը նսեմացնելու մեջ նրանք կանգնած են ֆիասկոյի առաջ։ Թրիփ նախագիծը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ ապաշրջափակման ամենաուժեղ խորհրդանիշն է եւ Հայաստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից նախագիծը։ Բայց եւ հիմա շատ կարեւոր է, թե այս ամեն ինչին ինչպես է արձագանքում Սյունիքի մարզը։ Սյունիքի մարզում եւ Մեղրիում անշարժ գույքի եւ հողի գները աճում են, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը, Սյունիքը եւ Մեղրին դառնում է խաղաղության խաչմերուկ։ Մեղրին, Սյունիքը ծայրամասից վերենացվում կենտրոնի, Հայաստանի Հանրապետությունը պատերազմի փակուղուց վերեացվում խաղաղության խաչմերուկի։ Բայց ես նորություններ ունեմ նաև Շիրակի մարզի համար, որովհետև առջևում մեծ իրադարձություններ են սպասվում նաև Շիրակի մարզի համար։ Առաջիկայում մենք մեկնարկում ենք Ախուրիկի երկաթուղային հանգույցի նորոգումը եւ պատրաստվում ենք Ախուրիկ Աքաքյա երկաթուղու բացմանը, վերաբացմանը։ Բայց սա էլ ամբողջը չէ։ Ուրեմն շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում, որովհետև մենք նախկինում չէինք էլ նկատել, բայց միջազգային փորձագետները, որոնք 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո համակ ուշադրությամբ հետևում են Հայաստանին եւ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, նկատել են, որ արևմուտքից արևելք կամ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետության Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզով։ Մենք ավարտին ենք հասցնում, այսինքն ավարտել ենք արդեն Շիրակի մարզի մի հատվածը, Աշտարակ Գյումրի հյուսիս-հարավի հատվածը, բայց հիմա միջազգային ներդնողները մեծ ուշադրություն են հրավիրում եւ արդեն իսկ եկել են մեզ մոտ նոր առաջարկով կառուցելու արևելք, արևմուտք նոր մայրուղին, որը նույնպես անցնելու է Շիրակի մարզով, Տավուշի մարզով, Լոռու մարզով, Շիրակի մարզով եւ երկաթուղուն զուգահեռ առաջ
Չիկա տարիներին մենք կսկսենք նաև ավտոճանապարհի կառուցումը, որը կծառայի արևելք-արևմուտք ճանապարհին եւ կլինի ամենակարճ ճանապարհը կենտրոնական Ասիան կապող արևմուտքի հետ։ Սրանք դարակազմիկ իրադարձություններ են, սիրելի ժողովուրդ, եւ այս փոփոխությունները խոստանում են միլիոնավոր, տասնյակ եւ հարյուրավոր միլիոնավոր դոլարների ներդրում Հայաստանում եւ Շիրակի մարզում, տասնյակ հազարավոր աշխատատեղեր Շիրակի մարզում եւ այո, Շիրակի մարզը այլևս չի լինելու Հայաստանի աղքատ մարզերից մեկը, Շիրակի մարզը լինելու է ծաղկուն, զարգացած, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունն է լինելու ծաղկուն, զարգացած, բարեկեցիկ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դառնում է խաղաղության խաչմերուկ, Շիրակի մարզը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Եվ այսօր ժողովուրդ ջան, այսօր ոմանք անուն են դնում ձեր կողմից այսքան սիրված այս խորհրդանիշին, որը խորհրդանշում է Հայաստանի պետությունը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն սահմանված, միջազգայինորեն ճանաչված տարածքները։ Նրանք մեզ մեղադրում են, թե մենք ինչու ծովից ծով Հայաստանի քարտեզ չենք կպցնում մեր կրծքերին։ Իսկ դրա պատճառը մեկն է, որովհետև այդ գաղափարաբանությունը նշանակում է նոր պատերազմներ Հայաստանի համար, նոր պատերազմներ, որոնցում պատերազմի եռագլուխ կուսակցության զավակներից ոչ մեկը չի մասնակցելու եւ առավել եւս չի զոհվելու։ Ավելին ասեմ, այդ մարդիկ, ովքեր այսօր խոսում են ծովից ծով Հայաստանի մասին, նրանք բոլորը ունեն բնակարաններ, վիլաներ, կղզիներ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Հայաստանի Հանրապետությունը նրանց համար ապրելու վայր չէ, Հայաստանի Հանրապետությունը նրանց համար խոպան է, որտեղ նրանք գալիս են ժողովրդին հարստահարելու Հունաստաններում, Դուբայներում, Եվրոպաներում, Ամերիկաներում տներ առնելու։ Նրանք մեզ ուզում են ներքաշել նոր կռիվների, նոր պատերազմների մեջ, հայրենասիրական կեղծ կոչերով, բայց մենք ասել ենք եւ ասում ենք, հայրենիքը պետությունն է, հայրենիքը պետությունն է, մենք սիրում ենք մեր հայրենիքը, մենք սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը մենք այլևս թույլ չենք տալու, որ դարձնեն կոնֆլիկտների եւ պատերազմների կողան, որովհետեւ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեր սերունդները ապրեն դարեդար, ապրեն տասնամյակներով, հարյուրամյակներով, հազարամյակներով, ապրեն որպես հպարտ, արժանապատիվ, բարեկեցիկ, ազատ եւ երջանիկ քաղաքացի եւ այսօր այդ Հայաստանի հիմքն ենք դնում ձեզ հետ միասին, այդ Հայաստանի հիմքն ենք դնում ձեզ հետ միասին։ Մենք Հայաստանի անկախացումից ի վեր նրանք
Հայաստանը առաջնորդել են մահ կամ ազատություն կարգախոսով։ Մենք այդ կարգախոսը փոխարինել ենք կյանքի պետություն կարգախոսով, ոչ թե մահվան, այսինքն մենք չպետք է ընտրենք կամ պիտի մեռնենք, կամ պիտի լինենք ազատ։ Մենք պիտի ապրենք եւ լինենք ազատ, եւ մեր ապրելու եւ ազատ լինելու երաշխիքը մեր պետությունն է, մեր հայրենիք պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որը մենք սիրում ենք, որը մենք պաշտում ենք, որը մեր երազած երկիրն է, մեր ավետյաց երկիրը, մեր կենաց երկիրը, մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք, մենք պանդուխտ լինելու կարիք չունենք, մենք գաղթական լինելու կարիք չունենք, որովհետև դարեդար դեգերումներից հետո մենք հասել ենք տուն, մենք հասել ենք հայրենիք, մենք հասել ենք Հայաստանի Հանրապետություն, որը մեր հարատև հանգրվանն է, եւ մենք մեր հայրենիքում երջանիկ ենք լինելու, եւ մենք ուրիշ հայրենիքների մասին չենք երազելու, մենք ուրիշ հայրենիքի մասին չենք երազելու, որովհետև այս երկիրը, այս քաղաքը, այս մարզը, Հայաստանի Հանրապետությունը երազանքների երկիր է, պարզապես մենք պետք է նկատենք ասացվածքը, մտածողի ասում է, մարդու ամենամեծ դժբախտությունն այն է, որ ինքը չի հասկանում, թե ինչքան երջանիկ է։ Մենք երջանիկ ենք, որ ունենք պետություն, մենք երջանիկ ենք, որ ունենք իրար, սիրելի ժողովուրդ, մենք երջանիկ ենք, որ ունենք պետություն, որ սիրում է իր քաղաքացուն, մենք երջանիկ ենք, որ ունենք քաղաքացի, որ սիրում է իր պետությանը, մենք ունենք, ես ձեզ ուրիշ բան ասել, ես երջանիկ եմ, որ թոթովախոս երեխաները քաղաքներում, գյուղերում, թաղերում մոտենում են ինձ եւ ասում են. մենք ձեզ շատ ենք սիրում։ Ես էլ ասում եմ, բա ես ձեզ ինչքան եմ սիրում, բա որ դուք իմանաք, ես ձեզ ինչքան եմ սիրում, եւ սա է փոխվել, գիտեք, շատ բաներ են փոխվել Հայաստանում, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, թոշակներ, աշխատավարձեր, առողջության ապահովագրություն եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ամենակարևոր բանը, որ փոխվել է եւ որը երաշխիք է Հայաստանի բարեկեցության եւ հաջողության հետեւյալն է, պետությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է պետությունը, իշխանությունը, կառավարությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է կառավարությանը եւ այս նախընտրական քարոզարշավին իմ հիմնական ուղերձը եւ նպատակը դա է։ Ես գիտեք, դա ընդունված գործելակերպ չէ վարչապետի համար, մտնել տներ,
մտնել բակեր, քայլեր ժամերով, ձենը գլուխը գցած ժամերով, քայլել փողոցներով, բայց ես ուզում եմ մտնել ձեր բակերը, ես ուզում եմ տեսնել ձեր աչքերը և ձեր աչքերի մեջ նայելով ասել ես ձեզ սիրում եմ, ես պարզապես ձեզ սիրում եմ։ Եվ ես ուզում եմ մի ուրիշ խոստովանություն էլ անել։ Ես այսօր շատ մեծ ջանք պահանջվեց, որ ես այսօր անի թաղամասում կիսատ չթողեմ այդ քայլերթը և քարոզարշավը։ Որովհետև ես չէի կարողանում տեսնել այդ բակերը, ես չէի կարողանում տեսնել այդ փողոցները, ես ուղղակի ցնցված էի այդ ամեն ինչը տեսնելով։ Եվ մի հատ էլ ավելի եմ ցնցված, որ ոմանք Գյումրիում լուրեր են տարածել տարիներով ընդ որում, ասելով, թե Նիկոլը նեղացած է Գյումրիից, որ թիմ ընտրություններում իրենց թեկնածուները քաղաքապետ չեն դարձել, դրա համար քաղաքում այս վիճակն է։ Նախ ես չեմ կարող մոռանալ երբևէ Գյումրիի արածը 21 թվականի խորհրդարանական դաժան ընտրություններում Գյումրին ինձ 60%-ից ավել ձայն է տվել։ Ես մինչև կյանքից վերջ չեմ կարող դա մոռանալ, բայց ես ուզում եմ մի ուրիշ խոստովանություն անել ձեզ։ Ես հեղափոխությունից հետո այդ թվում Գյումրիի և գյումրեցիների նկատմամբ մեծ ակնածանք ունենալով, ելնելով նրանից, որ Գյումրին այնուամենայնիվ իր կոլորիտը ունի, իր հոգեբանությունը ունի, իր աշխարհը ունի, ես ինձ իրավունք չեմ վերապահել, խառնվել Գյումրիի գործերին, մտածելով, որ այնուամենայնիվ ես այդ իրավունքը չունեմ։ Մենք նաև հետագայում կոալիցիա ենք կազմել Գյումրիում քաղաքային իշխանության հետ։ Հետո մեր թիմի ներկայացուցիչները ահազանգեր են արել, ասել, որ չի ստացվում, չի լինելու, այդ մարդիկ ուրիշ օրակարգեր ունեն, և ես ամեն անգամ ասել եմ ոչինչ, աշխատեք, հանուն քաղաքի աշխատեք։ Ես կառավարության, մեր գործընկերներին ասել եմ 8 տարի անընդհատ իմ հանձնարարությունը հետ ա եղել, այդպիսի ծրագիր չլինի Գյումրիի, որ հիմնավորված լինի և մենք մերժենք, բայց ի վերջո ես հասկացել եմ, որ իսկապես 2018 թվականից հետո Գյումրիում քաղաքային իշխանությունները բոլորովին ուրիշ օրակարգ են ունեցել, նրանց խնդիրն ա եղել Գյումրիի ժողովրդին հանել կառավարության դեմ, ժողովրդի շրջանում հիասթափություն տարածել կառավարության նկատմամբ և կառավարությանն էլ համոզել, թե Գյումրիում ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է ընթանա։ Բայց ես հիմա հասկանում եմ, որ հիմա մենք մեծ պարտք ունենք
Գյումրին վերադարձնելու շատ մեծ պարկ եւ ես այսօր հայտարարում եմ, որ այս պայից սկսած Գյումրիում բոլոր տեղի ունեցող պրոցեսների համար, Գյումրիի բարեկեցության, Գյումրիի վերակառուցման համար կրում եմ անձնական պատասխանատվություն եւ անձնական պարտավորություն։ Շատերը խոսում էին, թե այս ընտրությունների արդյունքում լինելու է Հայաստանի Հանրապետությունում Գյումրի 2։ Ես ամիսներ առաջ եմ ասել, որ չի լինելու Գյումրի 2, լինելու է հեղափոխություն 2 եւ Գյումրի 1։ Ինչ է նշանակում Գյումրի 1։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո ի վերջո ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը եւ մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրի ավագանու արտահերթ ընտրություններ եւ ժողովրդական իշխանություն հաստատեն Գյումրիում, որպեսզի Գյումրին ծաղկի այնպես, ինչպես օրինակ Արթիկն է ծաղկում, Հանրապետության մյուս քաղաքներն են ծաղկում եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունն է ծաղկում։ Եվ ուրեմն հեղափոխությունը ի վերջո պետք է բերի իր օգուտները եւ իր կառավարումը Գյումրի քաղաքին։ 2026-ի հունիսի 7-ի ընտրություններից հետո կտեսնենք կոնկրետ երբ ժողովուրդ ջան իրար հետ անում ենք Գյումրի ավագանու արտահերթ ընտրություններ։ Եվ ես ասում եմ, այս պահից, այս օրվանից սկսած, Գյումրի հետ կապված բոլոր հարցերը իմ անձնական վերահսկողության ներքո են լինելու, իմ անձնական վերահսկողության ներքո, եւ ես ձեր առաջ կրելու եմ պատասխանատվություն Գյումրիում ամեն արածի եւ ամեն չարածի համար։ Ժողովուրդ, բայց ամենակարևոր թեման այս ընտրությունների հետ կապված, որ պիտի ձեզ հետ կիսեմ, հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ ես ուրիշ մի հատ բան եմ ուզում ասեմ, լավ է հետո կասեմ։ Եվ այս ընտրությունների ամենակարևոր հարցը հետևյալն է, թե արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը։ Գիտեք, ես այլևս գոնե Գյումրիում գոնե Շիրակում այդ հարցը չեմ տալիս, որովհետև այս հրապարակը ամենահամոզիչ ապացույցն է, որ Գյումրին, որ Շիրակը տեր է կանգնում խաղաղությանը եւ շնորհակալ եմ ձեզ դրա համար, շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Եվ ուրեմն
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, Գյումրին, խաղաղությանը, անին, արդիկին, Աշոտքին, Ախուրյանին, Ամասային, Փարքնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Գյումրին, անի խոշորացված համայնքին, արդիկ խոշորացված համայնքին, Ախուրյան խոշորացված համայնքին, Աշոտ խոշորացված համայնքին, Ամացա խոշորացված համայնքին, Շիրակի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փարքնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։